Կառավարության այս նիստին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով Արմեն Գրիգորյանը մասնակցեց վերջին անգամ։ Վարչապետի որոշմամբ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ միայն պաշտոնի, այլև փողոցների փոփոխություն կունենանք։ Երևանում նախատեսվող նոր փողոցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է անվանել COP17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման, որը շուրջ 2 ամսից կհյուրընկալվի մեր երկրում։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։ Նոր փողոցի միտքը հղացել է, երբ համաժողովի աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է, որ Երևանի հաղթանակ կամուրջն Արշակունյանց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործում։ Բացի այդ հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են Կարմիր կամուրջի հետ, նրանք շատ կարևոր մի մաս են կազմում եւ նաեւ Երևանի պատմամշակութային մի կլաստեր եւս ավելանում է։ Նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ 640 միլիոն դրամ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 5.36 միլիարդ դրամ բյուջե է հատկացրել հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին փոխհատուցման նպատակով։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացնող միջոցառումների եւ տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր եւ բանջարեղեն 14 երկիր։ Տեսեք, դուք թվեր եք ասում, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Ընդհանուր առմամբ շատ կարեւոր է գնահատել ընդհանուր որակական գնահատական տալ, թե մենք այդ որոշումները, որոնք նախ կայացրել ենք, իրենք ինչպես են աշխատում են թե չեն աշխատում եւ ինչքանով են շոշափելի եւ իրական։ Անդրադառնալով արտահանման խնդիրներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քչերը չեն, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, իսկ ինքը համարում է հնարավորություն եւ որ պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ ադապտացիան բերում է նաեւ փոփոխությունների։ Վարչապետի խոսքով ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս անշարժ գույքի շուկան։ Նա նկատեց, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում։ Դիմելով կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, Փաշինյանն ասաց, որ ոլորտում պետք է այնպիսի բարեփոխումներ արվեն, որպեսզի դինամիկան ոչ թե վնասվի, այլ ակտիվանա։ Ավելին, ըստ Փաշինյանի, բնակարանաշինության ոլորտում նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ է գրանցվել, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում։ Բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Փաշինյանը հավելեց, որ շինարարությունը մեր երկրի տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ խնդիրները բազմազան են։ Ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ես այդ թեմայի մասին խոսել եմ, սկզբից շատ զգուշ, հետո ավելի ոչ զգուշ, հետո հուսահատվել եմ ու չեմ խոսում ընդհանրապես, որովհետև կան շինարարական նախագծեր եւ շինարարական հրապարակներ, որ մտնում ես, ասում այդ մարդկանց նայում ես, ասում ես, բայց ինչի էլի։ Ինչի, այսինքն ինչի կարա, ոնց է սա հնարավոր 21-րդ դարում, ասենք լավ, ոնց է սա հնարավոր։ Վարչապետի խոսքով բոլոր շանսերը տրվել են, պետք է այնպես անել, որ անփույթ գործող ընկերությունները փակվեն եւ դաշտից դուրս գան։ Նրա խոսքով պետք է նաեւ արձանագրել հետեւյալը, որ կառավարությունն ունի բոլոր տվյալները առաջիկա 5 տարվա ընթացքում էականորեն ավելին անել, քան նախորդ 8 տարվա ընթացքում։ Մարինե Դվոյան, Հորիզոն։